Ողջույն բոլորին, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին պատրաստում ենք ոսկեզոծ, շողշողուն, անչափախորժելի տեսք ունեցող սմբուկով շատ համեղ աղցան։ Միայն այս գեղեցկությանը նայեք, վստահաբար կարող եմ ասել, որ այն կզարդարի ցանկացած տոնական սեղան։ Ընդամենը մի քանի կաթիլ ձեթով ջեռոցում թեթևակի տապակված սմբուկները համադրված են սխտորով, գազարով և ընկույզով պատրաստված հյութալի միջուկի հետ։ Այս աղցանը մեկ անգամ պատրաստելուց հետո վստահեցնում եմ, որ այն դառնալու է ձեր սիրելի աղցաններից մեկը, շատ համեղ է ստացվում։ Դե ինչ ժամանակ չկորցնենք և անցնենք գործի։ 1 կիլոգրամ սմբուկը լավ լվանալուց հետո կեղևը չենք հեռացնում և այսպես բաժանում ենք 2 սմ հաստությամբ շրջանակների։ Որպեսզի մեր պատրաստած աղցանը ունենա անզուգական համ, սմբուկը պետք է թողնենք աղի մեջ մոտ 10-15 րոպե, այդպես ավելորդ դառնությունը դուրս է գալիս։ Եթե ցանկանում եք տապակած սմբուկը ունենա ցածր կալորիականություն, այս եղանակով կարող եք պատրաստել ջեռոցում և մատուցել առանց միջուկի, շատ համեղ է ստացվում։ Սմբուկը լցնում ենք համապատասխան տարայի մեջ և վրան ավելացնում ենք աղ։ Մի լավ թափահարում ենք, որպեսզի աղը համաչափ բաշխվի և մի կողմ ենք դնում։ Այդ ընթացքում կպատրաստենք միջուկը։ Միջուկի համար մեզ անհրաժեշտ է 3-ից 4 ատամիկ սխտոր, 3 միջին չափի գազար և 300 գրամ ընկույզ։ Որպեսզի ստանանք միատարր զանգված, այս ամենը անց ենք կացնում մսաղացով։ 1-2 րոպե և վերջ, պատրաստ է։ Սիրելիներս, այս միջուկը այնքան համեղ է, որ այն կարելի է մատուցել որպես առանձին աղցան։ Այս աղցանի համի գաղտնիքը օգտագործվող համեմունքների մեջ է։ Փորձեք պատրաստել առանց որևէ բաղադրիչ փոփոխելու և արդյունքը ձեզ շատ կգոհացնի։ Ստացվում է այնպիսի մի աղցան, որը կարելի է ճաշակել միայն բարձրակարգ ռեստորաններում։ Մանր կտրատում ենք մի փոքր փունջ ազատ քեղ և կծվահամ հաղորդելու համար մարացնում ենք նաև կծու ծիծակ։ Այս երկու բաղադրիչի բույրը ախորժակ է բացում։ Այն ավելացնում ենք մնացած բաղադրիչների վրա, կավելացնենք նաև 2 լիքը ճաշի գթալ թթվասեր։ Թթվասերի փոխարեն կարելի է օգտագործել նույնչափ մայոնեզ, սակայն թթվասերով ավելի առողջարար տարբերակ է ստացվում։ Համեմունքներից ավելացնում ենք 1 թեյի գթալ աղացած համեմի սերմ, կես թեյի գթալ խմելի սունելի և աղ ըստ ճաշակի։ Մի լավ խառնում ենք, որպեսզի բոլոր համերը միախառնվեն և վերջ, համեղ միջուկը պատրաստ է։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք հայկական խոհանոցի համեղ բաղադրատոմսերը։ Պետք է ստանանք ահա նման կպչուն զանգված, որ կարելի է հենց այսպես սկսել հացին և անուշ անել։ Որպեսզի ստանանք ոսկեզօծ տապակած սմբուկ, պատրաստենք թանձրուկ, որի համար մեզ անհրաժեշտ է 2-ից 3 ճաշի գթալ բուսայուղ և կես թեյի գթալ շաֆրան։ Շաֆրանը տապակած սմբուկին հաղորդում է դեղին գույն և յուրահատուկ համ։ Սմբուկները չորացնում ենք խոհանոցային անձեռոցիկներով, որպեսզի ավելորդ հեղուկ չմնա և գեղեցիկ դասավորում ենք յուղաթղթի վրա։ Այնուհետև վրձնի օգնությամբ թանձրուկը այսպես տարածում ենք բոլոր կտորների վրա, միայն մի կողմից։ Տապակը դնում ենք 200 աշճան տաքացված ջեռոցը և սպասում ենք 20-ից 25 րոպե, մինչև պատրաստ լինելը։ Տեսեք, թե ինչ գեղեցիկ գույն է ստանում։ Նման տարբերակով կարելի է պատրաստել նաև դդմիկը ջեռոցում։ Սմբուկը արդեն պատրաստ է, տեսեք, թե որքան լավ է ստացվել։ Թողնում ենք ամբողջովին սառչի և ձևավորում ենք աղցանը։ Սմբուկի առաջին շերտի վրա դնում ենք 1 լիքը ճաշի գթալ միջուկ, հարթեցնում ենք, վրան դնում ենք հաջորդ շերտը և մի փոքր սեղմում ենք։ Այսպես ձևավորում ենք մնացած սմբուկները։ Բարեկամներ, այս աղցանը պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, շատ հետաքրքիր է։
Տեսեք, թե որքան գեղեցիկ է ստացվում, աղցանը մատուցելիս լրացուցիչ զարդարել պետք չէ։ Դե ինձ սիրելիներս, այսօր էլ սմբուկով և ընկույզով նման հրաշալի աղցանի բաղադրատոմս, դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։